Ավագանու անդամության թեկնածու Հայ ազգային կոնգրեսի անդամ Հրաչ Մելքոնյանը ավագանու թեկնածուների ցանկում գրանցվել է որպես անկուսակցական։ Փաստաթղթում նշված է նաև, որ նա այս պահի դրությամբ գործազուրկ է։ Թեկնածուն մեծ հետ զրույցում նշեց, որ ճիշտ է կոնգրեսի անդամ է, բայց կուսակցական պատկանելություն չունի։ Այդ պատճառով փաստաթղթում չի էլ նշել, որ Հայ ազգային կոնգրեսի անդամ է։ Այս նույն տարբերակով փաստաթղթում գրանցվել է նաև ավագանու անդամության թեկնածու Սերիկ Տոնոյանը։ Անկուսակցական ինքնառաջադրված։ Թեկնածուներին հարցրեցինք, թե ինչն է պատճառը։ Միթե կոնգրեսն առաջիկա ընտրություններում իրենց թեկնածությունը չի պաշտպանելու։ Չեմ կարծում, որ կուսակցության կողմից կամ անհատական նախաձեռնությունը որևէ խնդիր է փոխում։ Ես միայն ուզում եմ մի բան անել իմ երկրի համար։ Կոնգրեսը չի առաջադրել, կոնգրեսը ոչ մեկին չի առաջադրել, ինքնաառաջադրումով է։ Ազգաբնակչությունը պետք է սատարի մեզ, անպայման կոնգրեսը չէ։ Այնինչ Հայ ազգային կոնգրեսի տեղի պատասխանատուները մինչ ավագանու անդամության թեկնածուների ցուցակի հրապարակումը վստահեցնում էին, թե Հայ ազգային կոնգրեսը ավագանու անդամության 3 թեկնածու է առաջադրելու, դիմընտրություններին էլ սատարելու է վերջիններիս։ Արդակուստ երևա որ պասիվություն է եղել, բայց ինքնին պասիվ չէ, երբ գրանցումները կավարտվեն եւ Հայ ազգային կոնգրեսը դուրս կգա հայտարարություններով հանդես կգա։ Ուղղակի նպատակահարմար են գտել այս ունեցած չափանիշներով փորձել ես անգամել ու այդպես աշճանաբար, ինչպես ազգային ժողովում, թե դրեցին քիչով, մի անգամից շատին վազելը չի կարելի։ Բայց պարզվում է կոնգրեսի 3 անդամներն էլ ինքնառաջադրվել են, ու բացի այդ գործազուրկ թեկնածուներն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ չունեն քարոզչությանը ակտիվ մասնակցելու եւ ինչ-ինչ շռայլություններ թույլ տալու համար։ Ես իմ քարոզչությունը տանում եմ իմ անձնական ընկերներով, մեքենայով, ուրիշ ես քարոզչություն չեմ կարող անել։ Ես մեծ պլակատներ կամ մյուս բաները չեմ անում։ Ինձ ոչ թե գործազուրկ կամ գործ ունենալն է հետաքրքրում։ Ինձ հետաքրքրում է այս երկրի ապագան, այս ժողովուրդը, որին ես ինչ-որ մի բան կարող եմ անել։ Իրենց սոցիալական վիճակից դժգոհող ավագանու անդամներին հարցրեցինք, թե այդ դեպքում ինչպես են շահելու հասարակության վստահությունը, չէ՞ որ ընտրողները նախապատվություն տալիս են նրանց, ովքեր ունեն լավ աշխատանք, ճանաչված են եւ հասարակական ակտիվ գործունեություն են ծավալում։ Ես համոզված եմ, որ այս անգամ ընտրությունը գոնե հնարավորին համոզված եմ, հնարավորին մաքուր լավ կլինի։ Գործազուրկ մյուս թեկնածուների մեջ գերակշռում են երիտասարդները, սակայն վերջիններս խուսափում են տեսախցիկի առաջ խոսելուց, քանի որ նախընտրական ծրագիր դեռևս չունեն։ Հերմինե Մկրտչյան, Մարտուն Գրիգորյան, Գալենյուս։